բարի երեկո բոլորիդ, շատ ուշ է, բայց շատ հրատապ է։ Հարգելիներս, այսօր տեղի է ունեցել Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստ, որի շրջանակներում մի հոգի, որի վերաբերյալ ներկայումս ներկայացվեց հաղորդում հանցագործության մասին, հայտարարեց, որ սպանությունը կատարել է ինքը։ Արդեն 3 տարի շարունակ մենք պնդում ենք, որ Նարեկ Սարգսյանը անմեղ է։ Չգիտեմ որքանով է նման հայտարարությունը արժանահավատ թե չէ, բայց բնականաբար պետք է ստուգվի։ Միայն այն, որ 3 տարի շարունակ պաշտպանական կողմը պարբերաբար պնդում էր, որ Նարեկ Սարգսյանի վերաբերյալ նյութերը նրա անմեղությունը հիմնավորելու մասին են։ Որևէ դատավոր այս ամենին հետամուտ չի եղել, քննչականը որևէ ձևով հետամուտ չի եղել, ավելին, նույնիսկ որտեղ եք տեսել, որպեսզի սպանության ժամանակ մատնահետք անգամ դեպքի վայրից չվերցնեն։ Էլ չեմ ասում, որ տուժողի մայրը միայն դատարանում ասաց, որ բնակարանից տեղի է ունեցել գողություն։ Արգելիներս, այս պահին մենք գտնվում ենք ՆԳՆ Երևան քաղաքի վարչությունում, ներկայացրել ենք հաղորդում, որ դատական նիստի ժամանակ ինձ համար իհարկե հասկանալի չէր, թե ինչի էր դատավորը առհասարակ այդ հայտարարության ժամանակ շատ արագ փորձում դուրս գալ դատանի դահլիճից, որովհետև դրանից հետո տեղի է ունեցել այնպիսի գործողություններ, որոնք կարելի ասել մեծ խառնաշփոթ են առաջացրել եւ այլն։ Վարույթ կնախաձեռնվի, կհասկանանք։ Դրանից հետո կարգադրիչներից մեկի մոտ սրտի կանգ է իհարկե արձանագրվել նախնական տվյալներով, մեզ համար այս ամեն ինչը ընդհանրապես հասկանալի չի, ինչպես տեղի ունեցավ։ Այսինքն դատարանը փոխարենը լսեր մի հատ, մենք էլ հասկանայինք ինչ հայտարարության մասին է, փոխարենը տվյալ անձին տեղում ձերբակալեին, վերցնեին, գոնե թույլ չտային, որ դատավորի ուղղությամբ փախչեր, հասկանայինք ինչ էր խոսում, հիմա չգիտենք որտեղ է, մենք չհասնեինք ստեղ, դատանը ինքը հաղորդում ներկայացներ, դատախազը ինքը հաղորդում ներկայացներ, հետամուտ լինեին, հասկանայինք վերջը իրականում սպանությունը ով է կատարել, բոլորը առհասարակ անգործություն ցուցաբերեցին եւ միայն ցավակցում եմ տվյալ կարգադրիչի հարազատներին, որովհետեւ Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել նախնական տվյալներով սրտի կանգ, իհարկե շաքարային դիաբետ ասեցին ունի, որի պարագայում կոմայի մեջ էր հայտնվել։ Այսքանը ես կարծում եմ, որ մենք հետամուտ պետք է լինենք, որպեսզի անմեղ մարդիկ համենայն դեպս չգտնվեն կալանավայրում, որովհետև 3 տարի շարունակ մենք գոռում ենք նրա մասին, աղաղակում ենք, գոռում ենք բոլոր հնարավոր միջոցներով, համացանցով հիմնավորում ենք, որ Նարեկ Սարգսյանը դեպքի հետ առնչություն չունի։ Այսինքն պետք է դժբախտության միջոցով հասու դառնա բոլորին, որ անմեղ անձի եք դատում։ Այսքանը հարգելիներս, հուսամ ընթացիկ կհասկանանք ինչա կատարվելու եւ կտեղեկացնեմ շատերին։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, հարգելիներս, չգիտեմ հիմա կարողացել ենք եթերին միանալ թե ոչ։ Այս պահի դրությամբ գտնվում եմ, ոնց որ տեսնում եք Շենգավիթի դատարանում, այսօր պետք է դատական նիստ հերթական տեղի ունենալ Նարեկ Սարգսյանի գործով։ Իհարկե այն տեղի է ունեցել, հələ մի փոքր շոկային վիճակում ենք, ուզում ենք հասկանանք ինչ կատարվեց դատական նիստի ժամանակ, ովքեր իդեպ նոր են մեզ միանում, Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի նախկին ղեկավար Գագիկ Սարգսյանի որդին է։ Վերջինիս մեղադրում են իբրև թե իր կնոջը սպանելու մեջ, բայց չկա գեթ մեկ ապացույց 3 տարի շարունակ պաշտպանական կողմը հիմնավորում է եւ ապացուցում է, որ այս ապօրինությունը պետք է դադարի։ Եվ այսօր ապացույցների լրացման ծավալը վերջացնելուն պես, ապացույցների հետազոտման փուլում, ճիշտ ասած, չգիտեմ ով, դեռ հələ չեմ հասկացել ով էր, ոտքի կանգնեց եւ ասես մի ակնթարթում հայտարարություն արեց, որ սպանությունը կատարել է ինքը։ Հարգելի հետևորդներ, եթե սրանից հետո որևէ մեկին չպետք է, ու իդեպ այդ տղան փախավ։ Մենք գտնվում ենք այնպիսի երկրում, որ կարան ասեն ես եմ սպանել ու թողնեն, որ ինքը փախչի։ Կարգադրիչները որևէ ձևով
որևէ գործողություն չեն կատարել, որպեսզի գոնե կանգնեցնեին, հիմա նրան ենք ման գալիս, բայց վերջինս արդեն այս տարածքում չի իրենց ասելու, ես չեմ կարող իհարկե պնդել, որովհետև դատավորի ուղղությամբ դուրս եկավ, հետևաբար այն պնդումները, որ պաշտպանական կողմը պարբերաբար անում էր եւ փաստաթղթավորված հիմնավորվում է, որ մահը վրա չի հասել մայիսի 4-ին 22 թվականի, այլ հստակ մահը վրա է հասել ամսի 5-ին, մայիսի 22 թվականի, դա գնալով հիմնավորվում է եւ փաստորեն ես ասում էի բավականին երկար ժամանակ, որ պատշաճ քննություն չէ կարել եւ Նարեկ Սարգսյանը չունենալով որևէ մտավախություն բոլոր տեսակի նմուշները հանձնել էր փորձաքննության համար։ Ուստի հիմա օրինակ ինձ համար օրինակ զարմանալի չի, որ որևէ մեկը նման հայտարարություն կարա անի, որովհետև քննիչը սա պետք է պարզեր, ուղղակի հասկանանք ով էր, որտեղ դատական նիստի ներկա գտնվողներից մեկը նման հայտարարություն է արել։ Այսքանը մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որտեղ քննությունները այսպիսին են, հարգելիներս, շնորհակալություն։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Նարեկ Սարգսյանի գործի վերաբերյալ տեսանյութ է իմ կողմից հրապարակվում, որպեսզի հասկանաք, թե ինչպես են անմեղ մարդուն դատում։ Վկաներից երկուսն են, դեպքի վայրն է, որտեղ բժիշկները, բուժքույրը եւ բժիշկը մուտք են գործում եւ հիմա կտեսնեք ներս են մտնելու շատ ուշադիր ժամանակահատվածին նայեք, անց 37:29 վայրկյանին մուտք գործեցին եւ կտեսնեք հիմա ինչպես է սլաքներին ուշադրություն դարձրեք, հերթով սենսորային լուսավորությամբ հիմնավորվում, որ իրենք բարձրանում են երրորդ հարկ։ Դեպքը տեղի է ունեցել երրորդ հարկում։ Տվյալ մուտքը ունի ներսից գաղտնի մուտք, որը ավտոտնակից կարող ես մուտք գործել, բարձրանալ վերև հենց որևէ մեկ, այսինքն տեսագրությամբ այսպես չի էլ տեսնի, վերելակի միջոցով նույնպես կարող ես մուտք գործել եւ դա ոչ մեկին հասանելի չլինի, բայց մեր բժիշկները բարձրանում են ոտքով եւ ոտքով բարձրանալու հիմքը, խնդրեմ, լույսը վառվեց, պարզ երևում է, այսինքն շարժը պարզ երևում է։ Սենսորային լույսերը պահպանվում են 15 վայրկյան, մենք համապատասխան փորձարարությամբ տեսագրությունով հիմնավորում ենք դա, տեսագրությունը կոմենտների դաշտում փորձ եմ տեղադրել փորձարարության տեսագրությունը եւ ուղղակիորեն երբ կանգնած ես այդ հատվածներում լույսը չի վառվում, պետք է հասնես այդ հատվածներ, շարժվես, որպեսզի այդ լույսերը վառվեն։ Ուշադրություն դարձրեք, որ անց 01:30 8:47 վայրկյանից բավականին հիմա երկար ժամանակ լույսը երրորդ հարկի վառված է մնալու, մինչդեռ բժիշկը ասում էր, որ ներսում մուտք է գործել եւ գործողություններ է արել, բառացի այսպես էր ասում, որ ըստ էության ինքը տեսել է, որ տուժողի մուտք գործելուն պես տեսել է տուժողի աչքերը եւ բերանը բաց վիճակում են եղել, այնուհետև ինքը ստուգել է տուժողի զարկերակային պուլսացիան, որը բացակայել է բբային ռեֆլեքսները, որը նույնպես բացակայել է եւ դատարանում իր ցուցմունքով ասաց, որ EKG է կատարել եւ հանրային մեղադրողի հարցին, որ իմաստը որն էր, եթե արդեն մահացած էր, իր սիրտը ստուգելու, վկան պատասխանում է ամեն դեպքում ապացույց լինի, որ այդ մարդը մահացած է։ Այսինքն սիրտը կանգնած էր, եթե չեմ սխալվում, տպել եմ կարդիոգրամայի վրա եւ դրել եմ իր կողքը։ Կրկին հանրային մեղադրողի հարցին, թե այսինքն փաստացի թղթային տարբերակով, որ սրտի կանգ կա, հարց պատասխանին այո, եւ կրկին տուժողի ներկայացի այն հարցին, թե այսինքն ձեր սխալի հետևանքով է, որովհետեւ պաշտպանական կողմը այդ հարցն է բարձրացնում, ինչ կասեք, մահը վրա հասել, ինքը պատասխանում էր, որ դեմ կարտահայտվեմ, որովհետեւ արդեն իսկ կեղևը չորացած է եղել մարդու, այսինքն ով ուզում է լիներ այդտեղ, եթե անգամ ասեիք սիրտ թոքային վերակենդանացման գործողություններ, ապարդյուն կլիներ, որովհետեւ ինքը համարյա արդեն սառած վիճակում էր, գլուխը կապտած էր, բիբերը լայնացած էին։ Հարգելի հետևորդներ, բավականին երկար ժամանակ ուշադրություն դարձրեք, լույսը չի անջատվում, ինքը դեռ հələ ներս չի մտել։ Իհարկե, սա հակասության մեջ է մտնում տարբեր նյութերի հետ, որովհետև
Ես նաև հարցադրում եմ արել ձեր նախ առաջին հերթին ինչու չեք փրկել, ինքը ինձ պատասխանեց, որ վտանգավոր վիճակ էր, ես հարց տվեցի, այսինքն եթե ֆորս մաժորային վիճակներ ա լինում, դուք ինչ է պետք է այսինքն տուժողին չփրկեք, ինքը ինձ պատասխանեց, որ իրենց կանոնակարգերով, իհարկե մենք չենք հասկանում դա որ կանոնակարգերն են, այո, իրենք եթե տեսնում են խնդիրներ, վտանգավոր իրավիճակներ, ապա տուժողին այդպես թողնում են անօգնական վիճակում։ Տեսեք, լույսը մինչև հիմա վառվում է, հեսա մի պահ տեսնելու եք, որ ինքը անջատվեց, հարգելի հետևորդներ, իր խնդրեմ անջատվեց, հիմա վառվեց, այսինքն մի պահ մտել են, տեսել են և դուրս է գալիս, տեսեք շարժվում են, շատ ուշադիր նայեք, ուրեմն ընդհանրապես այս մեջ են բերում իր պատասխանը, երբ ձեր կանոնակարգով նման դեպքերում դիակի կողքն եք թողնում արձանագրությունը այս հարցին, պատասխանում է, որ ընդհանրապես պետք է փակցված լինի կանչի թերթիկի վրա, բայց ուղղակի քանի որ ֆորս մաժոր էր, թողել եմ ընդեղ, այսինքն մեղմ ասած արժանահավատ իրավիճակ չի։ Հարգելի հետևորդներ, դիակի դատաբժշկական փորձաքննությամբ արտաքին զննություն է կատարվել և կապտած գլուխ չի արձանագրվել։ Ավելին դիահերձման ժամանակ արձանագրվել է գլխի մազածածկ շրջանի փափուկ հյուսվածքների ներսային մակերեսից խոնավություն, դժգույն վարդագույն իրավիճակ։ Այսինքն չկա նման բան։ Ավելին դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրվել է աչքերը փակ, կոպերով, բերանը փակ, լեզուն ատամների ետևում, այսինքն այդ հակասությունը միանշանակ է։ Դեպքի վայրի զննությամբ, որտեղ նույնպես մասնակցել է փորձագետ, տեսեք բժիշկը հիմա հեռանում է, խնդրեմ, բժիշկը հեռացավ։ Վերևում է բուժքույրը, դրա համար դեռ լույսը չի անջատվում, բուժքույրը 1 րոպե հետո է իջնում, շարժը երևում է, ուշադրություն դարձրեք, իրարից առանձին են հեռանում և այլն, այսինքն սա էլ հասկանալի չի և շատ հետաքրքիր է, որ հենց դեպքի վայրի զննությամբ աչքերը և բերանը փակ են եղել, մինչդեռ ինքը ասում էր, որ այդպես չի, ավելին 4:30-ից 5 ընկած հատվածում դեպքի վայրի զննության արձանագրությամբ փորձագետը արձանագրել է դիակի թույլ ջերմ իրավիճակ, հետևաբար հարցեր է առաջանում, ինչու է այսպիսի ցուցմունք տվել կանչի բժիշկը, հարգելիներս, բուժքույրը դեռ ներսում է։ Այսինքն մահը, հարգելի հետևորդներ, վրա չի հասել 04/05/2022 թվականին, այլ 05/05/22 թվականի 1-ից հետո։ Պաշտպանական կողմի պնդումները շարունակական հիմնավորվում են այսպիսի նյութերով։ Շնորհակալություն։